Իշխանության մաս կազմող հայ հեղափոխական դաշնակցությունը դառը փորձը հաշվի առնելով դեռևս չի շտապում ասել կհաջողվի Վանաձորում ընդդիմադիր ուժերին միավորվել եւ ունենալ ընդդիմադիր քաղաքապետ։ Նկատենք, եւ հայկական վերածնունդը եւ Բարգավաճ Հայաստանն արդեն նշել են, որ սատարելու են Լուսավոր Հայաստանի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին, բայց ինչպես այսօր խորհրդանական ճեպազրույցներից հետո ընդգծեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ամեն ինչ պարզ կլինի փակ գաղտնի քվեարկությունից հետո։ Բոլոր խաղաքարտերն այսօր ընդդիմադիր դաշտի ձեռքում են, որովհետև առաջի անգամ թեկուզ երրորդ քաղաքում, բայց արձանագրվել է մի արդյունք, որ ոչ իշխանական ուժերը ունեն հնարավորություն կոնկրետ վերցրած քաղաքում իշխանափոխություն կատարել, չէ՞։ Այսինքն, ինչ պետք է խանգարի իրանց դա անել։ Ուրախ եմ, որ ինչ-որ համաձայնության մասին այսօր խոսվում է, որ այդ համաձայնությունը կա, բայց ես այսպես դառը փորձ ունենալով չէի շտապի դա վերածել միանգամից 17 ձայնի, որտեղ դա երևի, այսինքն 18 իրենք պետք է ունենան տրամաբանորեն, բայց առնվազն 17 ձայն դա պետք է նշանակի այդ համաձայնությունը։ Քվեաթերթիկները գաղտնի են լինելու, բացվեն քվեատուփերը, կտեսնենք արդյունքները եւ ես իսկապես ուզում եմ, որ այդտեղ հայտնաբերվի 18 ձայն, որը կորոշի, որ իշխանությունը այդ քաղաքում անցնում է ընդդիմությանը։ Լրագրողներն այսօր ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շագելձյանից փորձեցին ճշտել, արդյոք հնարավոր է, որ չնայած հայտարարությանը, թե սատարում են Լուսավոր Հայաստանի թեկնածուին, ավականու իրենց անդամները փակ գաղտնի քվեարկության ժամանակ ընտրեն իշխող հանրապետականի թեկնածուին։ Շահգելձյանն ասաց, թե իր համար դաշնակցական Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունն անհասկանալի է եւ չէր ցանկանա այն մեկնաբանել, ապա վստահեցրեց. Մենք կուսակցական կարգապահության բոլոր մոտեցումներով եւ հստակությամբ, այո, քվեարկելու ենք այնպես, ինչպես հայտարարել ենք։ Հայկական վերածնունդը իր հայտարարության մեջ ինչպես ներկայացրել է, այնպես էլ իրականացնելու է, այնպես էլ անելու ենք։ Սա մեր մոտեցումներն են եւ մենք կանգնած ենք եւ անելու ենք ամեն ինչ այս մոտեցումների համար։ Ճեպազրույցներին մասնակցող Բարգավաճ Հայաստան խմբակցության падգամավոր Լյովա Խաչատրյանն էլ իր հերթին վստահեցրեց ԲՀԿ-ն հավատարիմ մնալով իր հայտարարությանը երկուշաբթի օրը կքվեարկի Լուսավոր Հայաստանի թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին։ Վստահ եմ, այն հայտարարությունը, որ հրապարակվել է, մեր 3 անդամներն էլ հետևելու են հրապարակման այդ, մեր որոշմանը։ Դե իսկ ինչ վերաբերում է իշխող հանրապետականին, ապա խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որևէ կերպ չեն փորձելու միջամտել ընդդիմադիր 3 ուժերի Լուսավոր Հայաստանի, ԲՀԿ-ի եւ հայկական վերածննդի բանակցություններին, որոնք փորձում են ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։ Եթե մենք բանակցենք, այսինքն խառնում ենք այդ մարդկանց համագործակցություն։ Խորհրդանական ճեպազրույցներում չշրջանցվեց նաև Վանաձորում հայկական վերածննդի քաղաքապետի թեկնածուի քրեական հեղինակություն լինելու հարցը։ Նշենք, որ Արկադի Փելեշյանն ով ըստ մամուլի Վանաձորում ավելի շատ հայտնի է ԱԿ կանոնով, կասկածվում է Վանաձորի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեջ։ Այսօր ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շագելձյանին հարցրեցինք, թե երբ քաղաքապետի պաշտոնում առաջադրում էին նրա թեկնածությունը, արդյոք տեղյակ էին, որ Փելեշյանը քրեական հեղինակություն է։ Մականունավոր չէ, որովհետև ժողովրդական մարդ է ավելի շատ եւ մարդիկ սիրում են Արկադի Փելեշյանին այն բարձ պատճառով, որ մշտապես կանգնել է ամենաաղքատ խավի ներկայացնող մարդկանց կողքին, օգնել է իր հնարավորությունների շրջանակներում մանկապարտեզներին, ծերերին։ Սա է Արկադի Փելեշյանի այն կերպարը։ Նշենք, որ հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանը գրավոր հաղորդում էր ներկայացրել, որ Փելեշյանը հոկտեմբերի 4-ին վրեժխնդիր լինելու նպատակով հենց իրենց կրոնական կազմակերպության տարածքում բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։ Ըստ Գրիգորյանի պատճառը թեկնածուի օգտին չքվեարկելն է եղել։ Այսօր լրագրողները նաև ԲՀԿ խմբակցության падգամավոր Լյովա Խաչատրյանին հարց ուղղեցին, թե ինչպես են Վանաձորում պատրաստվում համագործակցել մի ուժի հետ, ում թեկնածուն քրեական հեղինակություն է։ Ինչպես որ համագործակցում ենք մնացած բոլոր կուսակցությունների հետ, որտեղ նման անձանց ձեր մատնանշած անձանց պակասություն չի զգացվում։ Ունենք այն, ինչ ունենք մեր իրականության մեջ։ Հավելենք, որ իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, ով նույնպես Վանաձորից է, այսօր ասաց, թե ափսոսում է, որ նորաթուխ քաղաքական քայլեր կատարող Փելեշյանը նման կենսագրությունով է մտնում քաղաքական դաշտ։ Ինչ վերաբերում է քրեական հեղինակությունը նա քաղաքում, թե ոչ, ապա Վանաձորում սկսված է մի հետարքիր, ես կներեք բառը ռուսերեն ասեմ, շվելեր է սկսված։ Եվ բոլորս խելոք քայլում ենք դրա տակով։ Եվ մենք բոլորս համեստ ենք պահում անկախ մեր հնարավորություններից, մեր կարողություններից։ Եթե որևէ մեկը
փորձում է որ մի քիչ վեր հաներ իր գլուխը, այդ գլուխը շատ արագ իջեցնում են ներքև։